Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, կխնդրեմ, որ հաղորդման ընթացքում չմոռանա դնել ձեր լայքերը, չմոռանա գրանցվել իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր ունենք մի քանի թեմա շատ կարևոր, կխնդրեմ, որ միջև վերջ մնաք, առաջինը իհարկե Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության հարցն է եւ իհարկե Սամվել Կարապետյանի տեխնաության շուրջ քննարկումներն են։ Ունենք թեմա իհարկե նորից շատ կարևոր այդ 9 միլիարդի մասին, որ արդեն ճիշտ ասած չափերն ասնում են, շատ են մանիպուլացնում այդ թեման, հստակորեն ծրագիր է այդում մանիպուլացնել եւ այն որ ասում արժեքազրկել Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ պլանները եւ ծրագրերը Հայաստանի Հանրապետությունում, սա արդեն պարզ է եւ չեմ հասկանում ինչու պետությունը արդեն լուրջ քայլեր չի ձեռնարկում այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ հատուկ կերպով ուզում են մանիպուլացնել եւ խեղաթուրել իրականությունը եւ եւս մեկ շատ կարեւոր թեմա խոսքը Եղվարդի ջրամբարի տարիներով կիսատ մնացած ռազմավարական նախագծի մասին է ժողովուրդ ջան, որը որ հենց բարձրաձայնում են թե տեղի բնակչությունը, թե տեղի մասնագետները այս հարցի շուրջ եւ մենք այսօր անպայման է դրա մասին խոսանք, հա, եկեք գնանք ասում հերթով հանգիստ առանց աղմուկ, բայց շատ հստակ։ Ուրեմն գործող սահմանադրությունը այդ 148-րդ հոդվածը, հա, սահմանում է վարչապետի պահանջները, այսինքն վարչապետի տեխնացուի պահանջները, հա, այստեղ կա երկու կարևոր, շատ կարևոր կետ, ժողովուրդ ջան։ Ուրեմն վարչապետը պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ կա նաեւ ժամկետային պահանջ, հա, վերջին տարիներին պետք է ունենա միայն ՀՀ քաղաքացիություն։ Այսինքն խնդիրը միայն այդ երկու քաղաքացիություն լինել չլինելը չէ, հա։ Խնդիրը նաեւ այն է, թե որքան ժամանակ անձը ունեցել է բացառապես Հայաստանի քաղաքացիություն, հա։ Եթե մարդը պարզապես այսօր հրաժարվի այլ քաղաքացիություններից, դա ավտոմատ չի նշանակում, որ նա բավարարում է ժամանակային այդ պահանջը։ Սա շատ կարևոր նյուանս է, որ ես ուզում եմ, որ դուք ֆիքսեք եւ հասկանաք, ժողովուրդ ջան։ Ես ասեցի ֆիքսեք եւ հասկանաք, որտեվ այսպես կոչված ճակերտների մեջ քաղաքական ուժերը հայտարարում են, որ եթե ստանան, հա, խորհրդարանական ընտրությունների մեծամասնությունը կփոխեն 148-րդ հոդվածը, հա, եւ հետո տեխնացուն կարող է հրաժարվել այլ քաղաքացիությունից։ Այսինքն տրամաբանությունը հետեւյալն է. ասում են նախ փոխենք սահմանադրության պահանջը, հետո համապատասխանեցնենք տեխնացուի կարգավիճակը։ Հասկանում եք։ Այսինքն շատ կարևոր է, որ մատ եկեք էսի հասկանանք, շատ կարևոր է, որ եթե փոխում ես կամ հանում ես նաև այդ վերջին տարիների պահանջը, հա, դա արդեն շատ ավելի խորքային, սահմանադրական եւ արդեն անվտանգային հարց է, այսինքն ով ուզի կարող է գա դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, հա։ Այսինքն դու կարող ես լինել լուբոյ մի բան, հա, լուբոյ ինչ-որ մի քաղաքացի, Թուրքիայի քաղաքացի, Ադրբեջանի քաղաքացի կարաս լինես, գաս վերջի պահին դառնաս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ դառնաս երկրի վարչապետ։ Մա ծափարություն, մա տենում եք ձեր վրա ոնց են կայֆա, այսիվ կայֆավատ են ելնում ձեր վրա, ժողովուրդ ջան։ Սա կոչվում է կայֆավատ ելնել ձեր վրա, ու եթե դուք սա ընդունում եք, ես չեմ կարող ընդունեմ այս բանը, հա։ Ուրեմն օրենքի օրենքը փոխում են, որովհետև պետության համակարգը զարգանում է, թե որովհետև տեխնացուն չի համապատասխանում գործող չափանիշներին, հա, այստեղ արդեն պարզ է, չէ, որ տեխնացուն չի համապատասխանում գործող սահմանադրությանը եւ այս մարդիկ ման են գալի գտնեն ինչ-որ մի ծակ, հա, ինչ-որ մի վատ այսինքն չնախատեսված այդ գրողը ինչ-որ վատ գրող է եղել, չէ՞, այսինքն սխալվել է, չի նախատեսել այս ամեն ինչը, հա, սրանք ման են գալի թերացումները, հա, սահմանադրության գրողի թերացումները ման են գալի, որ այդ թերացումներից օգտվեն եւ քանդեն հայոց պետականությունը, որտեղ սա այնինչ ասում են, սա հակա հայոց պետականության եւ հակա պետականական պետականամետ գործողությունները։ Նախ մի հատ եկեք ասում է թո փոխենք, հետո նոր հետո ինքը հիմիկվանից հրաժարվի, հետո թո 4 տարի անցնի, հետո նոր եկեք եւ դառեք Հայաստանի Հանրապետության վարչապետ, եթե իհարկե այ ժողովուրդը ձեզի ձեն տա։ Ոչ թե ասում է մենք ընտրվենք, օրենքը փոխենք, հետո նոր այդ կոստյումը կարենք, հարմարացնենք մի մարդուն, այսինքն դուք իմ պետականությունը հարմարեցնում եք մի մարդու, արա։ Կայֆավատ եք ելնում, ես չեմ ժողում։ Այդ որ կայֆավատ են ելնում, ջոգելի է, հասկանալի է, բայց ժողովուրդը սա ընդունում է։
Սահմանադրությունը պետք է լինի կայուն հիմքի վրա, ոչ թե ինչ-որ քաղաքական իրավիճակների գործիք, իսկ սրանք գործիք են ընդունում, հա։ Գործիք են ընդունում եւ գործիքով են գործիքի տրամաբանությամբ են ուզում աշխատացնել հայոց պետականության սահմանադրությունը։ Հիմի սահմանադրությունը թերիա, թերի չի, էսա, այնա, այս բան սա մեր սահմանադրությունն է։ Եվ իրանք ուզում են այդ սահմանադրությունը մանիպուլացնեն։ Հասկանում եք, եւ բերեն նստստեն մի մարդու մեր երկրի վարչապետ, որը որ չի համապատասխանում ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վարչապետ լինելը։ Ոչ միայն չի համապատասխանում, որ նա վերջի 4 տարիների ընթացքում, որը որ շատ քիչ է 4 տարի ընդհանրապես է դիպտի փոխվի դառնա ու գոնե 10 տարի, հալավ 8 տարի։ Այդ տրամաբանության մեջ պետք է լինի։ Այլել մի հատ էլ 4 տարին հանենք ու թողենք բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն ինքը այն մնացածից հրաժարվի, այն ժամկետի մոմենտը ջրվի, ով ուզենա գա դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, թուրքը լինի, ով ուզում ա լինել, կապ չունի ինքը որտեղի քաղաքացի եղե, ինչ ա եղել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս բան, բա հա, դե ախպեր արի նստի, բան, շնորհավոր լինի, հա։ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Վարչապետի կարգավիճակը միայն պաշտոն չէ, դա ազգային անվտանգության հարց է։ Երբ սահմանադրությունը նախատեսված է, որ պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եկի ժամկետ, այս անգամ այս պահին, եթե ես չեմ սխալվում 4 տարի է, որը որ շատ քիչ է ինձ համար եւ սա պետք է փոխվի ավելի երկար լինի։ Մի խոսքով, եթե կա ժամկետային սահմանափակում, սա նշանակում է, որ սա անվտանգային հարց է, ոչ թե որ գաք եւ դուք ինչ ուզենաք անեք։ Ֆոկուս անելու տեղը բանում է, ցիրկում է, ինչ եկեք էստե ուզում ֆոկուս անեք, հենա, գնացեք ցիր ֆոկուս արեք։ Ինչ եկեք է ուզում երկրի մեջ բան անեք, ֆոկուսներ անեք։ Սա այս տրամաբանությունը բացառապես հակապետական տրամաբանություն է։ Եթե հայ ժողովուրդը այս ամենը ընդունում է, ուրեմն ես չգիտեմ, եթե այս ամենը ընդունի եւ կուլ տա հայ ժողովուրդը, ես գիտեք ինչ կա, Հայաստան անունը կարելի է ջնջել քարտեզի վրա, դնել, չգիտեմ, Ճորտստան, որտեվ սրանից հետո այն մարդիկ, ովքեր որ կգան, այսինքն անօրինական կերպով կդառնան երկրի վարչապետ, այսինքն մանիպուլացնեն սահմանադրությունը եւ ոչ ընդունելու մարդուն դնեն երկրի վարչապետ, ու ոչ միայն որ նա վերջի 4 տարիներին չի եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլև նա նույնպես բիզնեսմեն է, այսինքն օլիգարխին բերում եք դնեք, այն էլ օլիգարխ, որ կախվածություն ունի ռուսական պետությունից, ինչ ուժերի մասին է խոսքը։ Եթե նա արդեն կախված է ուրիշից, այն ուրիշը ոնց նվագի տես պետք է լինի։ Ինչ ուժեր Հայաստանի մասին է խոսքը, դա գրեք, սենց մեծ տառերով կգրեք հին ազգ, հա, որը որ եղել է արիական ազգ, բայց այս ժամանակ էլ չի կարա սա կոչվի Հայաստան, այ պետք է կոչվի, չգիտեմ, Ճորտստան։ Դարեք Ճորտստանի բան, քաղաքացի, հետո ուրախացեք, հետո հելը կասեք, վայ, ես խի սենց է լավ։ Այդ ժամանակ ես կասեմ, լավ է լավ արաբա, տենց էլ պետք է լինի ձեր հետ։ Հենց տենց էլ դուք պետք է ապրեք, ճորտի պես, որ ում ընտրել եք, ասում է ամեն ազգ արժանի է իր ղեկավարին։ Եթե դուք ընտրեք այսպիսի ղեկավարություն, դուք դրան էլ արժանի կլինեք։ Ես հելնելու եմ ասեմ, լավ է, լավ ալնում։ Գյումրին չեմ ասում, լավ ա եղե։ Հա։ Համի փառք Աստծո այնտեղ ուզում են էլի փոփոխություններ անեն, փրկեն Գյումրին, բայց իրանք չգնացին ընտրին, մեռանք չի ասելով, արա մի ընտրեք, ախպեր այս ձև մարդկանց։ Այն նրանց էլ մի ընտրեք, որտեղ նրանք 10-ով չկեն, վերջում էլի սրան են զենը տալու, ասել ենք։ Համի ինչ հլնում է, այն մեղքը ձերն է։ Այդ ձեր թեմի առաջնորդներով, բանով, այդ քաղաքապետով են, որ Դոլյա Վարավսկայանա, ասես դրեսես բան էին անում։ Երկրի երկրորդ քաղաքի չափսերով երկրորդ քաղաքի մեջտեղը դրե Դոլյա Վարավսկայան հրապարակի մեջտեղը նվագում։ Բայց դուք դրան էլ այդ ընտրել եք, բայց ձեւել պետք է ապրեք, պետք է Դոլյաների մեջ sense ապրեք արա։ Հետո որ նայում եք աշխարհին, աշխարհը ձեզի չի նայում որպես պետականություն, այն նայում է որպես Ճորտստան, այ դրա համար է նայում, որտեղ դուք հարց չեք կարա լուծեք աշխարհում։ Դուք կարաք ձեր գեղի մեջ ինչ-որ հարց լուծեք, ձեր չգիտեմ ստոլբի տակը, դուք կարաք աշխարհում հարց լուծեք, դրա համար կոչվում է Ճորտստան։ Այ որ հիմի այսքան ժամանակ ինչի Միացյալ Նահանգների նախագահան Հայաստան չի եկել, որտեղ նայել են որպես Ճորտստան, հիմի Հայաստանը որ ուզում է
անկախանա, Հայաստանը, որ ուզում է իրոք քայլերով առաջ այդ, հա, եկել են միլ ասում են տրյուկներ անենք, ֆոկուս անենք, սպասեն, տի բան անենք, վարչապետ նստեցնենք։ Հե գնացեք ցիրկում արեք, հենա ցիրկը ձեր մոտ է։ Լավ այս մոմենտը որ եղավ ցիրկ սարքին դե էլ չէին սարք։ Ես ասում եմ, դուք սրանց կողը կանգնակ, դուք դառնում եք Ճորտստան։ Ու եթե հանգարց ասված չանի սրանք եկան, հազդից չնեղանակ, вообще հայությունից չնեղանակ, ձեզ ով է ձեր վրա նայել։ Ուրեմն մարդ ովքեր որ չեն գնահատում իրանց պետականությունը, մարդիկ ովքեր չեն գնահատում պետականությունը, մարդիկ ովքեր սրանց կողք կանգնեն հակապետական ձևերով, երկու տարբերակ կա, կամ մարդ ճորտա, հա, կամ մարդ չի հասկանում ընդհանրապես ինքը ինչ է անում, հա։ Անմեղ սյունակ, բայց անմեղ սյունակը կրթավի ախպեր անմեղ, այդ համար էլ ասում եմ, բարձրացրեք ձեր քաղաքական գիտակցությունը, որ բան անեք, էլ բառը չասեմ, ձեր երեխու ապագայի մեջ, կամ լավ էլ ասեմ, որ չկեղտոտեք ձեր երեխու ապագայի մեջ, բայց այդ կեղտոտերը իմացակ չեն չի հետեմ, որ ընկնում ես մեջը, որ ասում ես այդ որ էդի չանեք ձեր ապագայի մեջ, երեխու ապագայի մեջ։ Դες որ Ճորտստան չդառնաք, որտեղ որ Ճորտստան դառակ, այս սպյուրկից էլ արդեն ձեռք քաշեք։ Պրծավ։ Էլ ձեր կողմ նայող չի լինելու։ Սա կլինի վերջի մեխը, որ դուք կմեխեք, որտեղ այսքանից հետո, այս մեր պատմությունից հետո մի սխալը 100 անգամ անողը չի կարա լինի նորմալ։ Դա կլինի ճորտ։ Ուրեմն ճորտես, ուրեմն ճորտի պես ապրի։ Վերջ։ Ու Հայաստան անունը արդեն ափսոս կլինի, որ դե գրեն Հայաստան, որտեղ ափսոս է այդ անունը։ Արիական ցեղին ոնց կարաս ճորտերի մեջ գրես գցենք բան Հայաստան։ Դե պիտի գրես Ճորտստան։ Վերջակետ, վերջ։ Անցավ գնաց։ Էսի սենց ժողովուրդը։ Սպանին արա, համի 9 միլիարդի մասին ժողովրդուն, սպանին թողին, ոտից գլուխ ամեն օր 9 միլիարդը մեզ ձեռ չի տալի, մեզի պարկի տակ են գցում, տերասված փրկի մեզի Միացյալ Նահանգներից, եկել է մեզ տրկացնելու, ամեն օր էս են ասում, արա գժվացրին, էս ինչ ձև են աշխատում Հայաստանի Հանրապետության դեմ, ես չեմ հասկանում, այս մարդիկ, ես զարմանում եմ, որ պետությունը միջև մի սրանց, որ ասպա թողումը ազատ չնչեն, չէ, որ սա վերջով պետական անվտանգության հարց է, ուրեմն այդ 9 միլիարդը ինչ էր ասել, լավ, եկեք, ինչ էր ասել փոխնախագահան, որ այդքան մանիպուլացրելի։ Իրա օրիգինալ խոսքերը անգլերեն տարբերակով հենց հիմա ձեր էկրաններին, որ չասեն սխալա թարգմանում։ Ախպեր ջան, հենց հիմի ձեր էկրաններին։ Ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ միջև 9 միլիարդ դոլարի չափով առևտրային համագործակցություն եւ ամերիկյան այդ արտահանումներ դեպի Հայաստան խաղաղ նպատակով միջուկային էներգետիկայի ոլորտներում, հա։ Թվերը նույնպես ես ներկայացրել եմ հետևյալը, ուրեմն միջև 5 միլիարդի, հա, փոքր այդ մոդուլային ատոմային այդ ռեակտորներ, տեխնոլոգիա եւ սարքավորումներ եւ մոտ 4 միլիարդի վառելիք եւ երկարաժամկետ այսպես կոչված սպասարկման պայմանագրեր։ Այս է նշանակում, ինչ եք այդ քան ընկև ոտու ձեռ, ինչ եք ուզում դուք խեղաթուրեք իրականությունը, ինչ հա ձեր ուզածը, այսինքն դուք ուզում եք ասեք, որ մենք սրանից տուժում ենք, ուզում եք ասեք, որ մենք սրանից ընկնում ենք պարքի տակ, հələ սրան էլ գումարած, որ այս ամենը պետք է լինի 123-րդ համաձայնագրով, որտեղ այս համաձայնագրով միայն Միացյալ Նահանգները պարտականություն է ստանում, որ տվյալ երկրում այսպիսի գործընկերություն անել, հասկանում եք, սա ինչ լուրջ համագործակցություն է Միացյալ Նահանգների հետ։ Սրան էլ գումարած այն սպասարկող ազնագազմը, որը որ պետք է գա Հայաստան եւ սպասարկի փոքր այդ մոդուլային ռեակտորները կամ ատոմակայանը, ինչպես ուզում եք ասեք, դա նույնպես ոչ մեկ դրա փորձը չունի եւ այդ փորձը փոխանցվելու է ժամանակի ընթացքում հայ մասնագետներին։ Նրանք սովորելու են այդ ամեն ինչը, իսկ այս ամենը զարգացման փուլում է գտնվում։ Դուք հիշեք, որ սա ռազմական ատոմակայաններ են, որոնք որ եղել են ռազմական տեխնոլոգիա, իսկ հիմա արդեն կամաց դառնում է հանրության համար, ինչպես գիտեք, շատ բաներ ժամանակին եղել է ռազմական, իսկ հիմա արդեն դառել է հանրության եւ եղել է մեր համար հա տեխնոլոգիապես զարգացման ինչ որ մի վաու բան, որը որ իրականում աշխարհում շատ շուտ վանից գոյություն է ունեցել, բայց եղել է ռազմական ոլորտի, այսինքն այդ մարդիկ դες թաքուն օգտագործել են։ Համի այս մոդուլային ատոմակայանները 60 տարի արդեն օգտագործում են ոչ միայն նավերի վրա, այլ նաև սուզանավերի վրա, եւ դրա փորձ ունեն միայն իրանք։
Հասկանում ես, եւ էդի այնքան բանա ապահով է, որ բաները զինվորները քնում են այդ ռեակտորի կողքը այդ Սուզանավի մեջ ու իրանց հետ ամեն ինչ նորմալ է, հասկանում եք։ Եթե մի այս մարդիկ, որ պետք է գան ներդրումներ անեն եւ տեխնոլոգիապես զարգացած այդպիսի ռեակտորներ, մոդուլային փոքր ատոմակայաններ տեղադրեն Հայաստանում եւ այդ փորձը փոխանցեն հայ մասնագետներին, որը որ աշխարհի վրա լուրջ պահանջարկ է լինելու հետագայում, այս մարդիկ ուզում են փոշիացնեն, տեսբան չկա, ոբչե մեծի ուզում են խափեն տանեն, թռեք ժողովուրդ, թռեք գնանք Մոսկվա, տենանք Պուտին ինչ ասում։ Տենանք որ հաջորդ անգամ որ մի թուրքի գերեզմանին է թողը բանանելու, չոքելու, հա, բայց կապ չունի, մենք իրան շատ ենք սիրում, շատ ենք սիրում, ինքն է մեր տերն ու տիրակալը, այ ճորտեր, այ սրա համար եմ ասում, որ սրանք ուզում են որ Հայաստանի Հանրապետության տեղը Հայաստան անվան տեղը գրած լինի Ճորտստան, հասկացաք, այս են սրանք անում, սրանք լուրջ ինֆորմատիկ պատերազմ են տանում Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ ով ուզում է ամբողջ տեքստի հետ ծանոթանա այն ինչը որ ասել եմ, իմ գրառումը միջև մի համ Facebook-ում, համ YouTube-ում, իսկ հիմա գնացին Եղվարդ Եղվարդի ուրեմն բնակչությունը եւ տեղի մասնագետները բողոքում են, որ Եղվարդի ջրամբարը անտերության է մատնված, իհարկե ես մի անգամ այդ հետաքրքրվա եւ ինչ պարզեցի, հա, մի հատ եկեք մի հատ sense մի քիչ պատմությունը, հա, նայենք, ասում է Եղվարդի ջրամբարը կառուցումը սկսվել է դեռ 1980-ականներին ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատանքները լիովին դադարեցվել են, հա, ասում է նախագիծը, հա, նախագծված էր սկզբնական մոտ 228 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով ջրամբար կառուցեին, բայց արդեն հետագա տարիներում քննարկվել է մոտավորապես 90 միլիոն մետր խոր, թե 228-ը ոնց է դառը 90, ես կարծում եմ արդեն սա անկախ Հայաստանի մասին է խոսքը, եկան բաները թալանչիները, եկան սկսան թալանը 228 չէ ախպեր, արի 90 անենք, այն մի փողերը ուտենք, հա, սկսել են որոշեմ 90-ի վրա բազար անել, սենց մարդկային լեզվով ասած, հա, ուրեմն նախագիծը միջև հմի տենց էլ անավարտ է, հայն չէին գնացել եկեք քննարկել են մեկը 90-ա, մեկը 80-ա, մեկը 150-ա, մեկ չեն 228-ա, սենց որոշեմ գլորել են ու այս թեման տենց միջև հմի ձգել են, արդեն 2026 թիվն ենք, ժողովուրդ 1980-ականներից, հա։ Ուրեմն ինչ հարց կա, հաստ է, ասում են, որ ուրեմն մենք ջրերը բաց ենք թողում դեպի Նախիջևան։ Այն դեպքում, երբ որ մենք ունենք լուրջ խնդիրներ ռոռոկման, այսինքն մենք թողում ենք, որ մեր ջուրը դա թուրքերին։ Այն դեպքում, որ մենք ջրի հետ կապված խնդիրներ, այսինքն ռոռոկման հետ կապված խնդիրներ ունեն, հա։ Ես սա բարձրաձայնում եմ այն, ինչը որ ինձ ասում է տեղի բնակչությունը, իհարկե ես մասնագետ չեմ, խնդրեմ, որ մասնագետները ուշադրություն դարձնեն։ Մենք ունենք խնդրեմ, ասում են Սևանի մակարդակի հետ կապված, այս եթե մենք այս ջրամբարը ունենանք, Սևանի մակարդակը վերջապես կարող ենք բարձրացնել, քանի որ մենք հիմա Սևանից ավելի շատ ջուր ենք բաց թողում, որ ռոռոկման խնդիրները լուծենք եւ Սևանի մակարդակը չենք կարող բան անենք, բարձրացնենք։ Ջրամբարի դեպքում այդ հարցը լիովին կլուծվի, ռոռոկման հարցը կլուծվի, այն ոչ մշակված հողերի հարցն էլ կլուծվի, այսինքն ջրով կապահովվի, Սևանի հարցն էլ կլուծվի, սրան էլ գումարած կլուծվի էներգետիկ խնդիր, որտեղ այնտեղ կարան հոսանք արտադրեն, դե ջրամբարա։ Պատկերացնում եք, չէ, ինչքան հարց է լուծվում, սրան էլ գումարած մենք չենք տա ջուր մեր թշնամիներին, հա, խոսքը Նախիջևանի մասին, այսինքն մենք Նախիջևան թուրքերին չենք տա ջուր։ Սրան էլ գումարած, որ այդ ջուրը մի հատ էլ հələ եթում է բանը, Իրան, համ Իրանում խնդրեմ կա ջրային, լուրջ խնդիրներ կա, համ բանում Նախիջևանում, հասկանում եք, այսինքն այսպես կոչված, սա թանկ հաճույք ենք մենք նվեր տալի իրանց, սա նենց եթե մենք մեր ջրային ռեսուրսները զարգացնենք, սա էներգետիկ մեծ առավելություն կլինի տարածաշրջանի երկրների հանդեպ, որտեղ իրանք այսօր լուրջ խնդիրներ ունեն, հա, բայց էներգետիկապես մեզնից առավել են, բայց եթե մենք ջրային պաշարներ ունենանք, այդ դրա համար սրանք իրանց ճղում էին Սև լճի համար, հիշում եք, իրանց ճղում էին, ցավոք սրտի տենց կարացան Սև լիճը կեսով չափ, եթե ես չեմ սխալվում, չեմ ուզում սուտ բաներ խոսամ, վերջի տվյալները ոնց որ կեսով չափ էր, եթե ուրիշ տվյալներ կան կամ կեսով չափ չի լրիվակ, խնդրեմ մեկնաբանությունների բաժնում լսեք, բան անեք, գրեք, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք մեր ջրային ռեսուրսները նվեր ենք տալի ուրիշներին։ Այ գլխավոր բողոքը տեղի ժողովրդի էդ է, որ մենք ջրամբարն ունենք, որ սկսվել էր կառուցվել, միջև մի տենց էլ չկառուցին, ջուրը տալիս ենք թուրքերին, մեր ռոռոկման հարցը չենք լուծում, Սևանի հարցը չենք լուծում եւ էներգետիկ հարցը չենք լուծում։ Սա է բարձրաձայնում, եւս կա այսպես կոչված, դե իհարկե այստեղ փաստեր չկան, բայց կա մտահոգություն, որ ժամանակին
այսպես կոչված ոչ բարեկամ երկրի կողմից գումարներ են մուծվել ինչ-որ մի պետական բարձրաստիճան պաշտոնյային, որն էլ որ դադարեցրել է այս աշխատանքը։ Ինչ ես կառաջարկեմ։ Առաջի հերթին իհարկե կառաջարկեմ, եթե կան մասնագետները մի հատ հետազոտեն կամ եթե արդեն հետազոտել են եւ գիտեն իրական արդյունքները, մի հատ բարձրաձայնեն, եթե իրոք այս ջրամբարը մեզ իրոք պետք է եւ այն օգուտները, որը որ կտա, որը որ ես նշեցի, որը որ ինձ փոխանցել են, դա իրականությունը հենց այդպես է, հա, որտեվ ես չեմ կարող հաստատ ասել մի բանի մասին, որի մասին ես հաստատ տեղեկություն չունեմ։ Ես այն որ ասում եմ, մարդիկ ասել են, հավատացել են, բարձրաձայնում են, բայց ես մասնագետ չեմ։ Չեմ էլ կարծում, որ սուտ ասեն, բայց ինչ որ այա մասնագետ որ լինի ավելի լավ է, որ իմանա։ Եթե այս ամենը իրականություն է, եւ այսպիսի օգուտներ մենք ընդհանրապես նվեր ենք տալի հակառակորդին, թշնամի երկրին, հա, ուրեմն այս պահը ամենալավ պահն է, որտեվ ընտրություններ է գալի եւ իշխանության ուշադրությունը հրավիրել այս թեմային երևի շատ ակտուալ պահ է, որ հրավիրել, որ հիմա դե եկեք տենանք այս 1980-ականներից մինչև միս անտերության է մատնված, ինչի բան չեք բանանում, չեք օգտվում այս կիսաֆաբրիկատ, հա, կարելի ասել վիճակից եւ վերջապես ավարտին հասցնեք, որը որ մեծ օգուտներ կտա մեր թե ռոռոկման, թե ես արդեն նշեցի բոլոր այդ հարցերին։ Այս հելսերսենս ժողովուրդ ջան, իհարկե հետագայում մանրամասների դեպքում ավելի շատ կբարձրաձայնեմ եւ կտեղեկացնեմ ձեզ։ Շնորհակալություն, որի այսօր իմ հետ եք, խնդրեմ դնեք ձեր լայքերը գրանցվեք իմ ալիքին, ցանկություն ունեք աջակցելու, աջակցեք իմ ալիքին։ Մի բաժակ կոֆեյ հյուրասիրեք։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։